Առաջին մասից Ռուբինյան Ռուբեն Կարապետի Ազարյան Ալխաս Աղաբեկյան Արայիկ Էդուարդի Գոնդյորյան Հայկ Արսենի Ակոբյան Ասմիկ Արմենի Էդմունդի Մանավազյան Արուսյան Լևոնի Լյան Բինեն Կարենի Ազարյան Սոնա Արայի Վաթոյա Զարուի Վալերյանի Գավրելյան Սիսակ Արմենի Գասպարյան Թաթևիկ Մատևոսի Արութունյան Քնալիկ Համլետի Դրավատի Սիմիդյան Հակոբ Կարապետի Հարունյան Վալոդյայի Վադալյան Լուսինե Խաչիկի Բագրատյան Սերգեյ Պապաշի Պողոսյան Մարիամ Աջոթի Հաջարդերյան Միթայել Նուրիկի Սինուրյան Նատալիա Արամի Ազարյան Թագուի Արարատի Կոչարյան Անդրանիկ Ստեփանյան Սասունի Աշատելյան Վլադիմիր Գագիկի Հարամանյան Նարեկ Սամվելի Երևան Տարոն Արթուրի Կարապետյան Մարիա Էդելի Էդիկի Սահակյան Ահարոն Մամիկոնի Հովանիսյան Նոնա Գագիկի Խաչատրյան Սիմեն Աշոտի Ավետիսյան Լուսինե Հրահատի Ամբարձումյան Արթուրի Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի Ղազինյան Դավիթ Գագիկի Ամիկոն Լևուշի Արամանյան Մարինա Արթուրի Ուրյան Իրինա Սամվելի Ազարյան Էդգար Ֆերդինանդի Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասից Սալատյան Աննա Արամի Խաչատրյան Ստեփան Սասունի Վարդանյան Քրիստինե Մարտինի
Ղազարյան Լևոն Ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Գրանցվել են 96 պատգամավորներ։ Ես ընտրում եմ ամեն խմբակցությունից մի հոգի։ Պարոն Մանուկյան։ Պարոն Ասանյան, նա կարգով խմբակցության անունով խմբակցությունը չի ամեն պատգամավոր իրավունք։ Պարոն Ասանյան, նախորդ ազգային ժողովում դուք այստեղ նստած եք, մեր գործընկեր Պարոն մեր գործընկեր Արթուր Սարգսյանը էլի քաղաքի տակ է, քաղաքական հետապնդման տակ է։ Նա ասում է սուտ մեր աջակները չեցրեք Արթուր Սարգսյանի նկատմամբ և նախորդ ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը։ Նոր ազգային ժողովը ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության եզրական դատական համակարգը խախտելով սահմանադրությունը, սահմանադրական դատարանի որոշումը մի քանի օր առաջ թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանը այսօրվա նիստին մասնակցի, ոչ լեգիտիմացնելով հերթական անգամ այս խորհրդարանի Պարոն Մանուկյան։ Պարոն Ասանյան, դուք բոլորը լավ գիտեք բանտարկյալներն ինչ է, թե հայրենիքների Աջակցել Մանուկյանի վերապրումը։ Պարոն Մանուկյան, Սարգսյան ասում է օգնել Պարոն Վարդևանյան։ Պարոն Ասանյան, մենք ի վերջո ազգային ժողովի կանոնական սահմանադրական օրենքի կարգավորում ենք, հանրապետության նախագահ և ամենայն հայտարարություն։ Մեր խմբակցության կողմից նշված բարձրաձայն նա դուք իսկ նախագահով եք, տարիքով ավարտեք, ձեր խոսքը ինչի համար նշված իրավունքը չի իրացվել։ Կարծում եմ դուք, որպես իսկ նախագահով, տարիքով ավարտ, Պես տարիքով ավակ պատգամավոր իմ իրավունքների մեջ դա չի ինձ պատիվ է եղել, որ ես այս խորհրդարանը ղեկավար եմ, երևի մի քանի ժամ հետո մենք ազգային ժողովի նախագահ կընտրենք, դուք ձեր բոլոր հարցերը կլինեք մեր հակաշրջանի 6-րդ կետի համաձայն ներկայացնում եմ առաջին նստաշրջանի օրակարգը, որը ձեզ բաժանված է։ Առաջին ընտրություն, ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների առաջարկության կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրերի 7-րդ կետի համաձայն, մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտելը, յուրաքանչյուր օրվա երկրորդ նիստից հետո հայտարարվում է 1 ժամ, իսկ մյուս նիստերից հետո 30 րոպե միջում։ Հարգելի պատգամավորության
ազգային ժողովի որոշմամբ առաջարկը ներկայացվում է ազգային ժողովի նիստի ընթացքում և քննարկության է տրվում առանց քննարկման, որոշում մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան առաջարկում են հաշվի հանձնախմբի ստեղծման կարգի վերաբերյալ քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը հանձնախմբում կունենա 7 անդամ, Ուժեղ Հայաստան խմբակցությունը 3 անդամ և Հայաստան խմբակցությունը 1 անդամ։ Մարման կարգերում խոսեք, կերնելիք տարիստեղ եք, միասին մարման կարգեր խոսեք, կվիճեք, բոլոր հարցերը կլուծվեն շատ բարձր մակարդակով։ Ում 84 103 պատգամական ընդունված կարգի խմբակցություններն իրենց կողմից պիտի առաջադրեն հաշվի հանձնախմբի անդամներ, խնդրեմ։ Ձեր խմբակցությունից պարոն դուք խնդրեմ։ Շնորհակալություն։ Այժմ հաշվի հանձնախմբի ստեղծման ընդունված կարգի ասեցիք առաջարկում են հաշվի հանձնախմբի գործունեություններ։ Այժմ քննարկում ենք ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը։ Ազգային ժողովի նախագահի տեխնացում առաջադրել։ Խնդրեմ։ Տեսնեմ, որ ասեցիք։ Երրորդի համար ձայն տրվում է ազգային ժողովի նախագահի պաշտոնում քաղաքացիական պայմանագրի խմբակցության առաջադրած տեխնացում։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Ռուբեն Ղուլյանի տեխնացությունը ազգային ժողովի